այն ինչ որ լսել էի Հայաստանում կրթության մասին, այդ այն չէր, ինչ որ ես կուզեի ստանալ։ Շատ անգամ մարդիկ ավարտում են առանց իմանալու այդ իրանց մասնագիտությամբ որտեղ կարող են աշխատել։ Սենց հիմա որ պատմում կարող եմ լացեմ։ Երբ year վերցրեցի, ոնց չի ընդունվում ձեր աղջիկը, չի սովորում, չկարողացավ։ Տեսնում էի, որ ինձ խղճում են, բայց ես ինձ տես չէի տեսնում, էլի կոտրվեցի, էլ չգիտեմ ինձ ոնց եմ հավաքել։ Դե 17 տարեկանում հաստատ ես չգիտեի, որ sex therapy եմ ուսում սովորեմ։ Ինձ որ պատմեցին, ես ասացի կյանքում երեխա չեմ ունենա, բայ արդեն ուշակրթություն սկսելու, իսկ որտեղ գնեմ ես կամավորության։ Ես հույսը դնում էի մերոնց վրա, ասում էի, հա ես էլ կաշխատեմ, կարողա գնայի սովորեի շատ իմ կոմֆորտից դուրս վիճակում։ Նժարը ոդկասթը կրթության մասին։ Ողջույն, ես Անգելն եմ ու մի տարի առաջ ես որոշեցի չդիմել համալսարան։ Սկզբում փորձում էի հասկանալ, թե ինչու են ուրիշները դիմում համալսարան։ Պարզվեց, որ մեծամասնության համար կարևոր է դիպլոմը ու տանեցին է ինչ նեղացնելը։ Մի տարի անց ես սկսում եմ այս ոդկասթը, որ միասին հասկանանք, թե ինչ ունի մեզ առաջարկելու համալսարանը, ինչ խնդիրներ կան Հայաստանի համալսարաններում, ինչքանով է այսօր ակտուալ համալսարանական ծրագիրը եւ ինչ կարելի է փոխել դրանում։ Եվ վերջիվերջո ինչպես լրացնել համալսարանի բացը, եթե ինքպես որոշել եք չդիմել համալսարան։ Ողջույն Եվա ջան։ Բարև ձեզ։ Մերսի շատ որ այսօր համաձայնվել ես գաս։ Եվային ինձ թվում է ճանաչում եք, ինքը բլոգեր է, ավելի մանրամասն իր մասին ինքը կպատմի հեսա։ Այսօրվա մեր հյուրն է, որովհետև վերջերս նկատեցի, որ Եվան ուզում էր իր կրթությունը շարունակել, այսինքն շարունակել չկարծեմ նորից բակալավր չէ գնալ, հա, նորից բակալավր գնալ ու քանի որ թեման շատ sense գայուն է ու սենսիտիվ է, ես կուզենայի որ Եվան կիսվեր իր փորձով, որը կարող է ձեզ էլ օգնի, տենց մի քիչ քո մասին կպատմես, որտեղ ես սովորել, ոնց ես ընտրել մասնագիտությունդ, համալսարանդ։ Շատ տխուր պատմություն է իմ այդ կրթական պատմությունը, ուրեմն ես Եվան եմ նախ 25 տարեկան ու սկսել եմ բլոգինգով զբաղվել եւ մի 4-5 տարի։ Հիմա իմ հիմնական մասնագիտությունը դա է ու գործից մոտ մի 3 ամիս առաջ դուրս եմ եկել, այնպես որ լրիվ աշխատում եմ բլոգինգի վրա եւ իմ հիմնական եկամտի աղբյուրն է դա։ Ու սովորել եմ պետական համալսարանում Ռոմանոյում լեզուներ եւ գրականություն, արդյոք դա այնտեղներ որտեղ ես ուզում էի սովորել եւ այդ մասնագիտություն ձեռք բերել, ոչ, ես դպրոցում շատ ակտիվ եմ եղել, կամավոր բառը այն ժամանակ նոր էինք սկսում օգտագործել, իրոք չգիտեի մարդիկ ինչ է, ես էլ էի նոր սովորում ու ես սկսում էի կամավորությամբ զբաղվել ու իմ բախտը բերեց, որ ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվեցի ու կարողացա ինձ տարբեր ճակերտավոր մասնագիտություններում փորձեմ ու հասկանամ ինձ ինչն է դուր գալիս այն ժամանակ ու բավականին վաղ տարիքում արդեն մոտավոր հասկացա, որ ինձ շատ դուր է գալի մարդկանց հետ աշխատել, մտածում էի սոցիալական ինչ-որ աշխատանք կամ հասարակական կազմակերպություններում, բայց նաև գիտեի, որ ուզում եմ դրսում սովորեմ, որովհետև այն ինչ որ լսել էի Հայաստանում կրթության մասին, այդ այն չէր, ինչ որ ես կուզեի ստանալ։ Նախ ինձ ասում էին, որ կրթությունը դպրոցի կրթությունից ներքի որ շատ տարբերվում է, այսինքն հիմնական ֆորմալ կրթություն է, դու պրակտիկ կարողանում ես ինչ-որ բաներ սովորել մենակ վերջին կուրսում, այդ էլ ձևականությամբ ու իրականում հենց տենց է, ինչ-որ պրակտիկա անցնում ես վերջին կուրսում մի քանի ամիս ու շատ անգամ մարդիկ ավարտում են առանց իմանալու այդ իրանց մասնագիտությամբ որտեղ կարող են աշխատել ու հասկացա, որ այդ չեմ ուզում, ես կրթությունը միշտ պատկերացնում էի ոչ ֆորմալ, այն ինչը որ կամավորության ժամանակ էի անում, էլի, որ կարողանայի հենց այդ մասնագիտությունը շոշափելի հասկանայի, թե հետո ոնց կարող եմ օգտագործել ու որտեղ դիմեմ, ուր գնամ, ու ես high school-ից, տենց այդ ավագ դպրոցից սկսած, սկսեցի դիմել համալսարաններ դրսում, անկեղծ շատ համոզված էի, որ ես անցնելու եմ ու գնալու եմ սովորեմ դրսում, նախ դիմեցի UWC College, ինքը International Baccalaureate տվող քոլեջ է, այսինքն փոխարինում է, ինքը մինչև բակալավր սովորելու ընթացքում տենց 2 տարվա կրթություն է, եւ UWC-ն այդ ժամանակ նոր էր բացվել Դիլիջանում ու տենց մարդիկ դիմում էին ու ես
անկեղծ դաժե մի տոկոս կասկած չունեի, որ անցնելու եմ։ Այն ժամանակ շատ վստահ էի իմ վրա, որովհետև համեմատում էի ուրիշ երեխեքի հետ, ու ասում էի, շատ ակտիվ եմ, շատ կայֆ կերպարեմ, էլի որ չանցնեմ։ Չանցա, վերջին փուլից չանցա, դա ինձ կոտրեց։ Ինձ թվում էր կյանքս վերջանալու է դրանից հետո, ես էլ ոչ մի բանի արժանի չեմ, դժվար անցնեմ եւ այլն։ Հետո մի երկու հատ չափալախ իմ դեմքին ինձ տվեցի, ասացի հետ արի կյանք, ու սկսեցի դիմել տարբեր համալսարաններ դրսում ու մի քանի համալսարաններ անցա, անկեղծ կոնկրետ մասնագիտություն չկար, որ դիմում էի նայած որ համալսարանում ինչն էր լավ մասնագիտություն էլի, տենց research էի անում, որտեվ այդ պահին այնքան sense լծված էի, ուզում էի ամեն ինչ սովորեի ու ասում էի, լավ, որտեղ անցնեմ, դա ուրեմն իմ ճակատագիրը։ Մի քանի համալսարան անցա, scholarship-ներ ստացա, բայց ոչ ամբողջական ու տենց մերոնք չէին էլ կարող տալ, ասենք London Business School-ը ինձ տվեց մի 7000 եվրոյի զեղչ, բայց տարեկան կրթություն 30,000 էր էլի, որ այնքանը գտնեի, մնացածն էլ կգտնեի, ու տենց մի քանի համալսարաններ չանցա, վերջում չստացվեց, եւ վիզաների հետ խնդիր եղավ, եւ գումարի հետ խնդիր եղավ, ասենց հիմա որ պատմում կարող եմ լացեմ, այնքան շատ խնդիրներ եղան, ու արդյունքում հասկացա, որ չէ, ոնց որ չի ստացվում, ու քանի որ ես այդքան դիմում էի, ոչ մի հայկական համալսարան չդիմեցի, որտեղ համոզված էի, որ դրսում եմ սովորելու, ու արդյունքում gap year վերցրեցի, gap year-ը, երբ որ դու ավագ դպրոցից հետո, այսինքն դպրոցն ավարտելուց հետո, մի տարի չես սովորում ինչ-որ միտեղ, իհարկե Հայաստան բոլորը ոնց չի ընդունվել ձեր աղջիկը, չի սովորում, չկարողացավ։ Ես էլ հիմա երկրորդ տարին եմ gap year-ից, արդեն գնում։ Քեզ մի հատ sense հարցեմ հենց gap year-ի մասով ուզում տամ, ոնց կարողացար այդ որոշումը կայացնես ու ինչ խորհուրդ կտաս այն մարդկանց, ովքեր մտածում են, բայց վախենում են այս պահին։ Իմ մոտ ավտոմատ ստացվեց, որտեվ ես ուղղակի չստացվեց որ գնայի, ես չէի պլանավորել ու քանի որ չստացվեց ավտոմատ մտա gap year, որովհետև չէի դիմել ուրիշ համալսարան Հայաստանում։ Ամենադժվարը դա մարդկանց հարցերին պատասխաններն է։ Իմ կարծիքով հիմա շատ բան է փոխվել, ճիշտն ասած, ամեն տարի է փոխվում, որտեվ շատ ավելի մարդիկ են gap year վերցնում, բայց gap year հասկացողության մասին երևի իմ ընկերները իմացան ինձնից էլ, ես էլ ինձնից իմացա, որ տենց բան կա։ Մերոնք էլ էին ծանր տանում, ոնց չսովորես, բա ինչ անես, ու ես այդ ժամանակ մատուցող էի աշխատում, вообще մարդիկ խղճում էին ինձ, էլի, որ Ազիզ ջան, չես սովոր մատուցող ես աշխում, մարդիկ ինձ նենց լավ չայվա էին թողնում, որ իմ անում են չեմ սովորում, այդ մի առումով լավ էր, էլի, ասենց, վայ, հա տանք դու հավաքի գնամ ինտեղ սովորի եւ այլն, այդ առումով իհարկե լավ էր, բայց կատակը մին կողմ շատ տեսնում էի, որ ինձ խղճում են, բայց ես ինձ տես չէի տեսնում, էլի, այդ տարին օգտագործում էի արդեն օքեյ հասկանալու, լավ դրսում ոնց որ չի ստացվում, Հայաստանում ինչ կարամ անեմ, եւ դիմեցի ամերիկյան համալսարան, դրա համար դե всё-таки պարապում ես, TOEFL-ի քննություն, այնտեղ մաթեմատիկան, application-ներ եւ այլն, իմ համար շատ հեշտ դա տրվեց, որովհետեւ մինչեւ այդ դրսի համալսարաններ, որ դիմել էի, տենց բավականին համեմատած բարդ էր, ասեցի լավ, ամերիկյան դիմեմ, վերջին փուլից չանցա, վերջին փուլից չէ, այնտեղ մի փուլով է, չէ, չանցա մի խոսքով։ Ես հիանում եմ, ինչ տենց թեթևեց հիմա պատմում, ես հասկանում եմ, որ այդ հաղթահարելու ու ամեն ինչի շնորհիվ է, էլի, ասենց տարիների ընթացքում։ Մինչև վերջ եմ հաղթահարել, դեռ մեկը վախեր ունեմ համալսարանի հետ կապված, իհարկե կոտրվեցի էլ չգիտեմ ինձ ոնց եմ հավաքել հետո էլի, որ ամերիկյան համալսարաններ չանցա, ու ամերիկյան համալսարան սովորաբար կանչում են ինտերվյուել հետո, եթե ցենց շատ վատն ես կամ, չգիտեմ, ասում են լավ շանս կա մի բան կարանք ստանանք գոնե ինտերվյուի կամ կուրսերի եւ այլ, ինձ ոչ մի բան էլի։ Ուշ դեդլայնով էր դիմել։ Չէ, առաջին։ Դա հարցական մնաց, բայց մի խոսքով։ Ու հետո արդեն ցենց հասկացա, որ գոնե միտեղ պետքա գնամ։ Ընդհանրապես չէի պարապել, չգիտեմ քննությունները ոնց է հայկական համալսարաններում լինում, ու տենց մեջներից որ կարայի հանձնեի անգլերեն ու հայերեն, տենց որոշեցի դիմեմ Ռոմանո, ու հիշում եմ գնացել էի բանավոր քննության, փաստորեն այնտեղ թոփիկներ կա, որ դու նախորդ պետքա պարապես, օրինակ կարող է քեզ հարցնեն Ամերիկայի
կառավարման, չգիտեմ, government-ի բանի մասին, ու տենց եթե պարապած չլիներ, չես իմանալ, ես դա չգիտեի, բայց բախտս բերեց իմ թեման ընկավ My Day, իմ օրը։ Դա շատ պրիմիտիվ հարց էլի, ու թարգմանություն տվեցին, ասեցին գնա այնտեղ թարգմանի, գնացի նստեցի, տնը բառարան ա դրած, ասում եմ կներեք բառարանից օգտվելուց քանի բան ա դուրս գալի, նայում են վրես, ասում են դուրս չի գալիս։ Ասում եմ, բա Այն ինչ մամաս էլ կարա հանցնի, էլի ոնց բառարանում հերթով նայում ես, թարգմանում ես, էլի։ Տենց մի հատ շոկը տեղ ապրեցի, դե իհարկե ընդունվեցի համալսարան, հեշտ էր։ Ու տենց այդքան տենց 2 տարի տանջանքներից հետո հայտնվեցի Ռոմանոյում։ Վաու։ Շատ բովանդակալից էր։ Բլոգինգին անդրադարձար, ասացի որ հիմա եկամուտն է հիմնական, սենց բան են կարծրատիպային հարց, բա բլոգինգով դու պահում ես։ Լուրջ է բլոգինգը, հա։ Լուրջ է, եթե լուրջ ես վերաբերվում, ես ապրում եմ մենակ, իմ ֆինանսը լրիվ ես եմ ապահովում ու կարծում եմ ապրում եմ լավ, ճամփորդում եմ հաճախակի, չեմ ասի միշտ հեշտ է, որովհետև պահեր կա, որ ընկերոջս հայկին նստածում եմ, ասում եմ մի հատ արի ֆինանսից վերով անցնենք, տեսնենք ինչն եմ նիտո անում, էլի, հա, չէ, ձգելու հարցը չի, այլ ավելի շատ ֆինանսների կառավարման, բայց հա, մոտ արդեն 3 ամիս է ինչ միակ եկամտիս աղբյուրն է բլոգինգը, պրոդի լավ է։ Ինձ ոնց որ մինչև ոդկասթը տենց ասել էի որ հարցեր տան ու մեկը հենց բլոգինգի մասով էր հարցը ոնց որ իսկ ոնց գալ դրան որ բլոգինգը լինի քո հիմնական եկամտի աղբյուրը որովհետև իրականում կարծրատիպ կա ես էլ տենց փորձում եմ զբաղվեմ դրանով կարծրատիպ կա շատ եմ լսում որ հեշտ է շատ բլոգինգով գումար աշխատելը բայց բնականաբար այդ տենց չի ու տարիներով դրա մեջ ներդրում է այս կունենա մի քիչ դու պատմես էլի քո փորձից համեմատած Օրինակ, իմ մաման բժիշկ է, իմ պապան ինժեներ է, եղբայրս ծրագրավորող է, համալսարանում դաս է տալիս եւ այլն եւ այլն։ Եթե համեմատում եմ այն գործը, որ իրանք են անում, օրինակ մամայիս տանջանքը հիվանդանոցում իր աշխատավարձը, շատ ցավում եմ, որ ես այո, համեմատած շատ ավելի հեշտ եմ աշխատում, քան իմ մաման, որտեղ մամանս էլ տարիների փորձ է դրել, 10-քային տարի սովորել է, մարդկանց կյանք է փրկում, բայց իր գործը տես չի գնահատվում, ոնց որ օրինակ իմը ու այդ առումով շատ տխրեցնում ամեն ինչ, էլի, թեկուզ մեր ուսուցիչները, դասախոսները եւ այլն, բայց այդ տխրությունը այն կողմ դրած բլոգինգով միանշանակ պետքա չեմ ասի տարիների փորձ, որովհետև հիմա մենք ունենք բլոգերներ, որ միանգամից մտան շուկա, բում արեցին, ու տենց բում անելով շարունակում են, օրինակ Ռաֆոն Հայդալեկ կամ Անին Արզումանյան, Նինան Տիտանյան, իրանք սենց շատ արագ մտան, մի 2 հատ վիդեոյով ցույց տվեցին, մենք խզարում ենք հումորը, ու տենց խզարելով շարունակում են։ Հումորը շատ լավ է գնահատվում, հումորը միանգամից աուդիտորիա է գրավում, նենց որ պետքա նախ եթե բլոգինգը սկսում ես, հասկանաս ինչ ունես դու առաջարկելու, որ մնացածը չեն առաջարկում։ Դրա համար օրինակ lifestyle բլոգը հիմա շատ տարածված է, ու բոլորը lifestyle-ով կարան զբաղվեն։ Ինչի հենց քո կյանքին հետևեն, այլ ոչ ուրիշի, ինչով ես դու տարբերվում։ Դրա համար հիմա մի քիչ ավելի դժվար է բլոգինգով սկսել զբաղվել, քան մի քանի տարի առաջ, որտեղ մի քանի տարի առաջ մենք անում էինք առանց իմանալ, որ մեջը փող կա, զուտ հավես էր, հետաքրքիր էր ու դրա հաշվին մենք աուդիտորիա հավաքեցինք, բայց հիմա շատ բլոգերներ կան, ու մրցակցությունը շատ մեծ է։ Դրա համար պետքա դու նախ հասկանաս, որ դու պետքա գտնես մի բան, առաջարկես մի բան, որ շուկայում չկա, կամ եթե անգամ կա, դու ուրեմն մի հատ ուրիշ մակարդակով անես։ Ու եթե դու բլոգինգին վերաբերվես այնքան լուրջ, ինչքան կվերաբերվեիր քո օրինակ ժամի 9-ից 6-ը օֆիս գնացող տենց գործին, ուրեմն միանշանակ դու առաջ կգնաս, որտեղ շատերը մտածում են ձեռքի հետ է այդ ամեն ինչը արվում, ձեռքի հետ ինչ էլ անես, պարզա լավ չի լինի, էլի։ Հա, այսինքն որ սենց ամփոփենք բլոգինգը մի հատ առանձին մասնագիտություն է, որը իր մեջ լիքը մարքեթինգից տարեր է պարունակում, հա, շուկան ուսումնասիրելը,
համ էլ content creation ու աուդիտորիայի հետ աշխատանք պետք է լինես կրեատիվ, պետք է լինես տարբերվող, պետք է լինես ուսումնասիրող, որ հասկանաս թեկուզ շուկան, ու տենց ցանկությունը որ եղավ, եթե տենց դուրը տեկա, որովհետև շատ մարդիկ իրանցը չի կամերայի հետ աշխատանք, նայել, խոսալ, ժպտալ, իրանցը ուրիշ բանն է եւ չպետք է քեզ ստիպես էլի, որտեվ հիմա պահանջված մասնագիտություն ես ու քո կոմֆորտից այդքան դուրս գաս էլի։ Կպատմես մի քիչ ինչ ես ուզում նորից սովորես, բակալավր ու ինչ մասնագիտությամբ ես ուզում սովորես։ Քանի որ ասում ես, որ արդեն ունես մասնագիտություն, հա, բլոգինգը կա, էլ ինչի՞ դա պետք սովորել ես, ասենց հարց շատ։ Մասնագիտություն համալսարանական ունեմ, որպես բանասեր եմ, եւ կա բլոգինգը, ինչով որ գումարն եմ աշխատում։ Արդյոք 100% համոզված եմ, որ ուզում եմ նորից սովորեմ, չէ, որովհետև դեռ վախեր ունեմ, դեռ համոզված չեմ, որ ուզում եմ իմ կյանքը թողնեմ եւ գնամ նորից նոր մասնագիտություն ձեռք բերեմ, բայց հոգուս խորքում գիտեմ, որ այդ մեկը մի հատ ցանկություն է, որ միշտ լինելու է, չգիտեմ, անկախ նրանից կանեմ, թե չէ, որովհետև սենց չիրականացված երազանքա ստանալ ոչ ֆորմալ, հավես կրթություն ու սովորել մի բան, որ ես շատ եմ ուզում, որը հոգեբանությունն է ու ինչի հենց բակալավրից սկսել, որովհետև չես կարող ուղղակի գնաս մագիստրատուրա, մեկ էլ ինչ-որ մասնագիտություն ձեռք բերես, որը այդքան լուրջ է ու այդքան մեծ գիտելիք է պահանջում, դրա համար պետք է սկսեմ բակալավրից ու ինձ սովորական հոգեբանությունը չի հետաքրքրում, այլ հենց սեքս հոգեբանությունը, այսինքն աշխատել այն մարդկանց հետ, ովքեր որ իրենց սեռականության հետ կամ հենց սեռական հարաբերություններում ինչ որ խնդիրներ ունեն, որը ֆիզիկական չի, այլ մտավոր է, ու ինչի եմ հենց այդ մասնագիտությունով հետաքրքրված, շատերին թվում է Sex Education սերիալից հետո, չգիտեմ տեսել եք թե չէ, այնտեղ այդ մասնագիտությունը կա, բայց ես դրանից շատ շուտ բանից էի ուսում, որովհետև այս թեման ինձ ընդհանրապես չի ամաչացնում, ես հանգիստ ամեն միջավայրում կարամ խոսամ, իմ տնեցիքի հետ, անծանոթների եւ այլն, ու սովորաբար մարդիկ դրանից ավելի վստահություն են ձեռք բերում ու իմ հետ սովորաբար խոսում են այդ թեմաներով։ Ու Հայաստանում քանի որ շատ տաբուացված է, կուզեմ, որ հենց այդ մասնագիտություն ձեռք բերեմ եւ Հայաստանում աշխատեմ, ոչ թե դրսում, որպեսզի մի քիչ ավելի նորմալիզացնեմ սեքսի մասին խոսալը եւ մասնագետի դիմելը, եթե կա ինչ-որ խնդիր։ Ես սենց մի հատ հարց ունեի, որ նշել էիր, որ այս անգամ ավելի գիտակցված կմոտենաս դրան։ Երևի թե մի քիչ անդրադարձար, բայց ավելի խորը կանդրադառնաս, թե ինչն է տարբերությունը բուն 18-19 տարեկան Եվայի ու հիմիկվա Եվայի, ինչ դու չէիր գիտակցում այն ժամանակ օրինակ դիմելուց ու ինչ ես գիտակցում հիմա։ Նախ այն ժամանակ, երբ որ ես դիմում էի համալսարաններ, իրոք այդքան ռեալ չէի գիտակցում, որ ֆինանսի ինչքան մեծ դեր է խաղալու, այսինքն ես հույսը դնում էի մերոնց վրա, ասում էի, հա ես էլ կաշխատեմ, բայց շատ լավ research չէի արել, որ ինձ իրոք ինչքան գումար է պետք իմ կոմֆորտի համար ու կարողա գնայի սովորեի շատ իմ կոմֆորտից դուրս վիճակում, այնքան որ պլյուս դնելու համար եւ այլն, իսկ հիմա 25 տարեկան Եվան, ով որ մի քանի տարի մենակ է ապրում, ով որ իր ֆինանսն է լրիվ իր ձեռքը, ավելի հստակ գիտի, որ իրան մեկը կարևոր է լինելու իր կոմֆորտը ապրելու ձև էլի, ինչպիսի կյանք կվարեմ, այսինքն մենակ սովորելը չէ, ինձ շատ կարևոր է լինելու, որ ընթացքում նաև իմ համար կոմֆորտ լինի ու հաճելի լինի ու թեկուզ համալսարան ընտրելուց հաշվի առնեմ դա, թե որ երկիր եմ գնալու, ինձ ինչքան գումար է պետք լինելու, հետո մասնագիտություն ընտրելու հարցում 17 տարեկանում եմ ավարտել, 17 տարեկանում հաստատ ես չգիտեի, որ sex therapy եմ ուզում սովորեմ,
մի քիչ գիտեի, որտեվ այդ տարիքից ես սեռական առողջության դասեր էի տալիս իմ դպրոցում ու գիտեի, որ ինչ որ տենց թեմա կա, որ միգուցե ինձ կհետաքրքրի, բայց այսքան լավ չգիտեի, որ դա մտնում է նաև հոգեբանության մեջ, որովհետև ոչ հոգեբանի էի դիմել, ոչ ինքս ինձ էի ավելի լավ ճանաչում, իսկ այսքան տարի անցել է, ես քանի տարի է գնում եմ հոգեբանի մոտ, սկսել եմ ինձ ավելի լավ ճանաչել, սկսել եմ հասկանալ ինձ իրոք ինչն է անհանգստացնում, որտեղ ես իմ ապագան կպատկերացնեմ, այն ժամանակ ես համոզված էի, որ ես դրսում եմ ապրելու, հիմա համոզված եմ, որ ինչ էլ որ սովորեմ, կուզեմ գամ ու Հայաստանում այդ գիտելիքս ներդնեմ։ Եվ իհարկե դա չի նշանակում, որ այն տարիքում ես գնայի դրսում սովորեի, դա վատ էր անդրադառնալու, զուտ այս տարիքում շատ ավելի հստակ քայլեր գիտեմ, որ կանեմ, էլի։ Մի քիչ եթե այդ թեմային ծանոթ ես ու ուսումնասիրել ես, վերջերս տենց բում բարձրացավ, չէ, ուզում եի սեռական կրթությունը ներառել բաների մեջ, այդ մասով ինչ ես մտածում ու ինչ տարիքից ու ոնց է պետք է այդ ամեն ինչին մոտենալ ու մի հատ էլ զուգահեռ հարց, արդյոք բանը ես օրինակ կարծում եմ, որ նաև զուգահեռ շատ օգտակար կներ ծնողների հետ այդ նույն աշխատանքը տանել, որովհետև ամեն դեպքում ոնց որ նախ ծնողներն են այդ ռեակցիան տալիս, հա, որ պետք չի որ մտնի, որ մեր երեխեքին ինչ են սովորացնում եւ այլն։ Ծնողների հետ աշխատանքը չեմ կարծում ռեալ է լինելու, իմ կարծիքով մի generation-ի փոփոխությունը պետքա լինի տարիների ընթացքում նոր այդ ամեն ինչ արմատային փոխվի, այսինքն եթե հիմիկվանից դպրոցներում սկսվի ու այդ generation-ը մեծանա եւ այլն, պետք է էլի մի հատ այդ անցնի, ես կոպիտ ասած սովետում սովորած մարդկանց այդ generation-ը պետք է անցնի, որ այս ամեն ինչ մի քիչ ավելի ռեալ թվա այս փոփոխությունը։ Երբ որ ես դպրոցում էի, դե մենք սկսում էինք անցնել անատոմիան եւ ընդհանուր սեռական կրթություն 9-րդ դասարանում, իհարկե կատաստրոֆիկ ձևով, ֆիզկուլտի դասատուի, բուժքույրի միջոցով, ես հիշում եմ այն ժամանակ ինձ որ պատմեցին, ես ասացի կյանքում երեխա չեմ ունենա ու գնացեմ մամայից գրկել եմ, ասում եմ, այդ ինչի միջով ես անցել։ Եվ իհարկե շատ դժվար է, բայց ինձ նենց էին ներկայացրել, որ դրանից հետո ավելավը չապրես, չգիտեմ, էլի։ Ու այդ տարիքից սկսած, երբ որ ես ու իմ ընկերներ սկսեցինք դասընթացներ վերցնել հենց սեռական կրթության ու այդ թեմայով մենք մեր դպրոցներում դասեր էինք տալիս, ես հասկացա, որ այդ 9-րդ 10-րդ դասարանը արդեն շատ ուշ է։ Այսինքն մի քիչ ավելի ցածր տարիքում երբ որ սկսվեր, շատ ավելի ուրիշ ռեակցիա կլիներ մեր կողմից ու հիշում եմ, որ դպրոցս նոր էի ավարտել, գնացել էի Շվեդիա, մեր բարեկամի տանն էի մնում, ու իրանց երեխեքը երկրորդ, երրորդ դասարան էին ու ոնց որ շուն էին պահում, որ աղջիկ էր ու իր մոտ սկսել էր էլի այդ դաշտանային ցիկլը շան ու իրանց մաման տենց դրել էր, նստացրել էր, որ բացատրի, չգիտի որտեղից սկսի, որտեղ դե երկրորդ երրորդ դասարան են, իրանք ասել էին քո կարծիքով բան երեխա ենք, մենք գիտենք parza, էլի իրանք դպրոցում այդ տարիքից սկսել էին։ Իմ կարծիքով հենց այդ տարիքից պետքա սկսվել, բայց իհարկե հասկանաս ինչ չափաբաժնով։ Այդ տարիքից պետքա բացատրել, թե քո անձնական տարածքը որն է, որ ուրիշներին չպետքա թույլ տաս քո անձնական հենց տարածքին կպնել, ինչի է կարևոր հարգել այդ ամեն ինչը, ինչի պետքա դա հենց համարվի private part եւ այլն, ու տենց քիչ ամեն տարի տալ ավել ինֆորմացիա, որ միանգամից 9-րդ դասարանում sense բան չլինի, էլի, ինչից ենք խոսում։ Նոմոսաչը։ Հա, որ արդեն քիչ իրանց համար դա նորմալիզացված լինի։ Արի մի քիչ անդրադառնանք մարդկանց ռեակցիաներին։ Ճիշտ ասացի, վերջնական չես որոշել, բայց ամեն դեպքում երբ որ կիսվում ես այն իդեայով, որ ուզում ես շարունակես, մարդիկ ավելի շատ supportive են, թե քննադատող են, որ դու այս տարիքում ուզում ես նորից սովորես։ Մի հատ քննադատական խոսք չեմ ստացել, շատ supportive են եղել ու նաև շատ իմ հետևորդներ գրեցին, որ Եվա ջան, ես 33 եմ, նոր եմ ավարտել համալսարանս, երկրորդ անգամ եմ սովորել կամ չգիտեմ 30 եմ, նոր եմ դիմում ու տենց շատ հավես էր այդ ամեն ինչը էլի լսել, որ իրական շատ տենց մարդիկ կան, որ այդ ստանդարտ միտքը, որ վայ արդեն ուշակրթություն սկսելու, իրանց մոտից դուրս է եկել ու իրանք իրոք դիմել են ու տենց սովորել են, էլի, ու երբ որ ես մեծանում էի, նախ իմ մամայից եմ միշտ լսել, որտեվ ինքը բժշկական համալսարան դիմել է հենց դպրոցը ավարտելուց հետո ու
ինքը ասում է, որ մեր կուրսում ամենափոքրը ես էի, որտեղ մարդիկ տարիներով դիմում էին ու չեն կարողանում անցնեին։ Ինքը ասում է, ինչքան նորմալ էր, էլի, որ ես տեսնում եի 30-30-ից մարդկանց առաջին կուրսում նոր լինելուց, ու տենց ես միշտ լսել եմ այդ, ու իմ մեջ նստած է եղել էլի, որ դա նորմալ է։ Սուտքի երբ էլ դիմես, գնում ես սովորես, էլի։ Իսկ ամեն դեպքում ոչ թե հենց direct քեզ, բայց լսում ես այդ թեմայի մասին հենց ռեակցիաներ, որ չգիտեմ, այդ արդեն ընտանիք կառուցելու տարիք է, ուրիշները ընտանիք են կազմում, լուրջ բաներով զբաղվեք եւ այլն, իսկ այդ կարգի մեկնաբանություններ լինում են։ Հա, իմ հասցեին չէ, դեռ չեմ լսել, բայց դա միանշանակ։ Այսինքն եթե կրթությունը այն կողմ դնենք, հա, այս տարիքում ինձ արդեն բոլորն ասում են, որ մամատ կատու եմ նոր ձեռք բերել, ոնց որ բոլորը մամաս էլ թեկուզ էլի, մարդիկ երեխա են ունենում։ Ոնց որ ես կատու եմ ձեռք բերում, էլի, ուղղակի ումից ունենամ։ Քիչ այդ հարցը կա, էլի, ասենց երեխա են ուզում։ Ումից։ Բերեք ունենամ տոնցես, չգիտեմ։ Էդ էլ որ տենց հենց ամուսնանալուց չէ խոսում, միանգամից երեխա ունենալուց, իսկի ինքեր չունեմ, էլի, չգիտեմ, այդ մի հատ ուրիշ թեմա է, բայց հա, երեխա ունենալը արդեն սենց անընդհատ խոսակցության մեջ կա։ Այդ կատվի թեմայով մի հատ sense փոքր բան անեմ, ես էլ եմ վերջերս սկսել կատու պահել ու ես հասկացել եմ դրանից հետո թե ինչքանի անգամ ավելի բարդ է լինելու երեխա ունենալը ու հասկացել եմ ինչքան է ավելի աճելու ու զարգանալուց հետո պետքա լինի, որովհետև նախ առաջին տենց դեպքը որ հետս եղավ կատուն սկսեց sense հետ տալ ու ես մենակ էի տանը ես նենց վախեցա մենք փողոցից ենք իան բերել ինքը խնդիրներ ուներ նենց վախեցա ես sense քարացել էի ու չգիտեի ինչ անեի զանգել եմ sense ասում եմ եկեք ինձ մենակ եմ ես բան sense նենց ու հասկացա որ առաջինը օրինակ նույն բանը որ երեխու հետ լինի, հա, ասենք առողջական խնդիրներ եւ այլն ոնց ես դու ռեակցիա տալու այդ ամեն ինչին պետքա պատրաստվել եւ այլն ու հետո իր մասին հոգ տանել են որ քո անձնական տարածքը ես եմ մենակ ապրում ու իմ անձնական տարածքը էլի ինչ որ ցած կենթանի է խոժել ամեն ինչ խառնում է եւ այլն հետո էմոցիաներ կառավարելը ոնց իրանց իրա վրա չթափես, հա ու այն որ միշտ քո ուզածով չլինեն որտեվ ինքը կենթանիները իրանք ես չէի պատկերացնում ինչով կենթանի ունենալը բայց լուրջ sense բնավորություն ունեցող են շատ ու դաժե մարդկանցից ավելի դժվար է իրանց հետ որովհետեւ օրինակ եթե մարդու վրա գորաս ինքը կգնա մի կողմ կենթանում չես կարա տենց պրոստը ինքը իր բնազդներով էլ իրան ոչ մի ձև չես կարա անես ու տենց ոնց որ բոլոր նրանց ովքեր ուզում են երեխա ունենան սկզբում կատու պահեք իմ կարծիքով սկզբում մենակ ապրեք դե հա այդ մի հատ ինքներ ձեզ ճանաչեք ով եք ինչա ձեզ դուր գալիս մինչև ամուսնանալը նախ էլի որ ինքներ ձեզ ճանաչեք շատ ավելի հստակ կիմանաք թե ով եք ուզում որ ձեր կողքը լինի ձեր պարտները ում հետ եք ուզում ձեր տունը այդ անձնական տարածքը կիսեք ու հետո նոր իհարկե դե երեխա ունենալ էլի հետ գալով մեր կրթության թեմային մի քիչ էլ կպատմես նրանից թե ոնց եղավ այդ որոշմանը գալը թեկուզ ոչ վերջնական, հա, որ նորից ես ուզում սովորես ու ինչի միջով ես անցել, ինչ ես հաղթահարել, ինչ մտքեր են քեզ օգնել կամ ինչ մտքեր են եղել, որ քեզ խանգարել են իրանցից ազատվել ես այս ընթացքում կամ փորձում ես ազատվել դեռ։ Փորձում եմ ազատվել եւ աշխատում եմ հոգեբանիս հետ դրա վերաբերյալ, որովհետեւ երբ որ 2 տարի իրար հետևից ֆեյլ եմ ունեցել հենց համալսարան գնալու հետ կապված մեկը թինեյջեր Եվան իմ ներսում դեռ շատ մեծ վախեր ունի, որ ինքը կդիմի եւ համալսարան չի անցնի ու էլ չի կարողանա դրա տակից դուրս գա։ Միգուցե եթե ժամանակին ճիշտ support ունենայի, ճիշտ գիտելիքներ ունենայի, որ աշխարհի վերջ չի, երբ որ դու չես անցնում, հիմա էլ տենց ռեակցիա չունենայի։ Իսկ ինչ ես երբ որ չես անցել, ինչ ռեակցիա ես ստացել կամ support-ի փոխարեն ինչ ես ստացել, որ Ոչինչ չեմ ստացել, ինքս իմ հետ եմ այդ էմոցիաներն ապրել ու երբ որ ասում եմ ես շատ վստահ էի իմ վրա, այդ միանգամից կորավ։ Այսինքն այդ ժամանակվանից հետո ես արդեն ամեն ինչ հարցակային տակ էի դնում։ Ասում բայց կարող խելացի չեմ։ Կարող անկապ զուտ բախտս ա բերել ու այդ մտքերը մինչև հիմա կան, էլի շատ անգամ ասես մնում ենք մեկ էլ հայկին իմ ընկերոջ ասում եմ լսի քո կարծիքով ես հիմար եմ ասում հա հիմար ես որ sense հարց ես տալիս էլի ու sense ինձ validation-ա պետք որ ինձ հաստատեն ասեն չէ որովհետև ես եթե sense նայում եմ ինձ խելացի մարդ եմ համարում որովհետև շատ բաներ ինձ հետաքրքրում ու միշտ
Google-ում եմ, կարդում եմ, գնում եմ ընկերներիս ասում են մեզ այդ ինֆորմացիան вообще պետք չի, բայց հենց ինֆորմացիայի հետ աշխատանք, նոր բաներ սովորել ինձ միշտ է հետաքրքրել։ Ու ես գիտեմ, որ հայտնվեմ համալսարանում, ու ինձ շատ է հետաքրքրելու էլի, այսինքն նոր բան վերցնել, ինձ շատ հետաքրքիր է։ Մանավանդ նոր բան վերցնել այն թեմայով, որ ուզում եմ ես ստանամ, այսինքն դժվար գնամ ինչ որ ծրագրավորում սովորեմ, այդ նոր ինֆորմացիան հավեսով ստանամ, որովհետև հեչ չի հետաքրքրում, բայց մեկը հիմա վախեր ունեմ, որ գնամ ու պարզվի իրականում չէ, ապուշի մեկն եմ, ոչ մի բան չեմ հասկանում, անգլերեն շատ լավ գիտեմ, բայց դաժե դա եմ կասկածի տակ դեմ, ասում որ գնամ պարզվի չգիտեմ, չգիտեմ, էլի ասենց մտքեր են գալիս, վախեր են անիմաց գալիս, որ իմ հոգեբանի հետ աշխատանքի շնորհիվ է քիչ կորում, էլի, ու նաև ուզում եմ հասկանամ, արդյոք ես հիմա ուզում եմ գնամ համալսարան, որովհետև այդ չավարտված գիշտալտը կա, որ պետքա ավարտեմ մի տեղ, որ նոր ինձ լիարժեք զգամ ու շարունակեմ կյանքս, թե ինձ իրոք է հետաքրքիր է։ Ու դեռ այդ աշխատանքը տարվում է, որպեսզի հասկանամ ավելի ճիշտ էլի ինձ, որտեվ այս բային ես ունեմ ֆինանս, ունեմ աճելու տեղ, մտքեր ունեմ բիզնեսի, այսինքն ինչ որ ճանապարհով գնում եմ, ներ չի ինչ որ միտեղ կանգնած եմ, էլի, ուզում եմ հասկանամ արդյոք ուզում եմ այդ ճանապարհը շարունակեմ, թե այդ ամեն ինչը հիմա ստոպ տամ ու գնամ մի հատ նոր մասնակցություն ձեռք բերեմ։ Մի խոսքով այդ շատ երկար ինքդ քո հետ զրույցների շնորհիվ է գալիս, էլի, ու մաքսիմում անկեղծ զրույցների շնորհիվ։ Ու կամ պետքա մենակ մի քիչ դժվար կլինի, կամ պետքա եւի հոգեբանի, կամ շատ մոտ ընկերների ու կարաս վստահես կամ ընտանիքի անդամների, որ կարաս անընդհատ խոսաս ու անընդհատ իրենք հարցեր տան, որ այդ հարցերի միջոցով դու ինքդ քեզ բացահայտես ու ծանոթանաս ու այդ վախերը դուրս բերես ու հասկանաս ինչքան ապուշ վախեր են, էլի։ Հա, եթե դեմ չես մի հատ ավելացում անեմ այդ խոսալու անկեղծ լինելու հետ կապված, որովհետև այս վերջերս իմ մոտ էլ տենց պերիոդ եղավ, երբ որ ես հասկացա, որ ես մինչև այս вообще ինչ չեմ լսել ու անկեղծ չեմ եղել ու ես ոնց որ տենց հասկացա այդ որտեղից էր գալիս, ինձ թվում է նրանից էր գալի, որ ես իմ մասին հստակ պատկերացումներ ունեի ու ակնկալիքներ ունեի, ես մտածում եի ես պետքա այս լինեմ ու ես հələ մինչև միտք արտահայտել է, այդ արդեն դրել էի։ Սա ես չէի կարողանում այն ներքին խորը միտքը լսեի, ես ինչ ջաջ էի ես ինձ քննադատում էի ու դրա համար ես չէի կարողանում հետ անկեղծ լինեի։ So եթե դուք ուզում եք ձեր հետ անկեղծ լինեք, մի հատ քննադատությունը մի կողմ դրեք ու այն մարդկանց, ովքեր թեկուզ լավ, թեկուզ վատ կապ չունի, էլի լավ ռեակցիան էլ է հիմնական պարտավորացնում, որ դու տենց լինես, այդ մարդկանց էլ ոնց որ կարաք ֆիլտրեք ձեր խոսալու ուղղակի դաշտից, որ կարողանաք լրիվ sense ազատ բացվեք ու ինքնդ ձեզ էլ բան չանեք, չքննադատեք։ Եթե կհիշես քո այն ժամանակվա կամ հիմիկվա ինչ որ տենց ծրագրեր կամավորական, որ նշեցիր դրանք են քեզ հիմնականում օգնել քո մտահորիզոնը զարգացնել ու նաև ընկերների հարցում, եթե ինչ որ տենց ծրագրերի անուններ կհիշես կամ բաներ, կարող է հիմա բանանես։ Այն ժամանակ ես սկսել եմ իմ կամավորության ուղին World Vision-ի հետ եւ մինչեւ կյանքիս վերջերս շնորհակալ կլինեմ, որովհետեւ համոզված եմ հիմա չի դառնա այն մարդը, ով որ ես կամ, եթե չհայտնվեի այնտեղ ու թեկուզ այդ ծրագրերը, որ ասում եմ ես սովորեցի սեռական առողջություն ու դասեր էի տալիս, լրագրության էի գնում եւ մենք համայնքում թերթ ունեինք, այս ճամբարներում ղեկավար էինք եւ այլն, այս ամեն ինչը իմ ինքնազարգացման ամեն ինչը սկսեց World Vision-ից։ Անկեղծ համոզված չեմ հիմա իրանք ինչ ծրագրեր ունեն, բայց հաստատ միշտ բաց են կամավորների ու շատ անգամ օրինակ ինձ գրում են, ասում են, իսկ որտեղ դիմեմ ես կամավորության, որտեղ ուզում ես, իրանց մեյլ ես գրում, համոզված եմ մարդիկ միշտ բաց են կամավորների, չեմ ասում իհարկե ինչ-որ սրճարանում եւ այլն, ուզում եմ կամավոր աշխատեմ, բայց ցանկացած հասարակական կազմակերպություն, որ քեզ հետաքրքրում է, եթե մեյլ գրես ու ասես ինչի է քեզ հետաքրքրում, կամ զանգես հանդիպում ուզես եւ այլն, հաստատ բաց են լինելու մարդիկ, որ տեսնեն դու իրանց մասին գիտես, ուսումնասիրել ես, ուզում ես գնաս։ Հաջորդ ամենակարևոր, իհարկե շատ տեղեր եմ եղել, ուղղակի ուզում եմ նշեմ այս մի երկուսը, Եվրոպական երիտասարդական պարլամենտ, European Youth Parliament, ավագ դպրոցում սկսեցի իրանց մոտ, ուրեմն եվրոպական համարյա բոլոր երկրներում, նաև Հայաստանում, իրենք ունեն
մի խումբ երիտասարդներ, ովքեր այդ ամեն ինչը կառավարում են ու հաճախակի անում են կոնֆերանսներ ռեգիոնալ մակարդակով, քաղաքային կամ international, երբ որ տարբեր երկրներից գալիս են կամ դու ես գնում։ Իրենց շնորհիվ ես սկսեցի նախ զարգացնել իմ անգլերենը, որտեղ երբ որ նոր էի գնացել, համարյա չէի կարողանում խոսալ, ես հենց 2 բառ էի ձևակերպում։ Քանի տարեկան էիր? 15 Այս զուտները համար, որ հասկանանք, որ 15-ում դեռ կարաք սկսեք անգլերեն։ Հա, վատ էի խոսում, ու այնտեղ քննարկում են աշխարհի խնդիրները։ Вообще չէի հասկանում ինչ են անում, ու իմ կյանքի ամենաճիշտ որոշումներից, որ sense ուզում եմ գնամ այդ տարիքի եւ այն գրկեմ, որ ինքը այդ կոնֆերանսից հետո ոչ թե նեղվեց, որ վայ ես չէի կամ խոսայի, բոլորը խոսում են, այլ մոտիվացվեց, որ ես էլ եմ ուզում իրանց պես խոսամ ու շարունակեցի ես գնալ։ Ես հիշում եմ, որ ինչ-որ մի հատ բառ էի լսում, sense մոտս գրում էի, որ գնայի տուն Google-ով նայի ինչա նշանակում, ու տենց բառ սովորում էի ինչ-որ նոր բաներ, ու իրանց մոտ դիմելու համար պետք է անգլերենի տենց մակարդակ, որ կարողանաս մի քիչ խոսել, որ մտքերդ արտահայտես, ու նաև լինես բաց նոր մտքեր լսելու, որովհետև այնտեղ քննարկում եք շատ տարբեր հարցեր, թեկուզ Եվրոպայում, օրինակ ես հիշում եմ, մենք մի անգամ քննարկում էինք մանր եւ միջին ձեռնարկատիրությունները գյուղական տարածքներում, ու այնքան հետաքրքիր լսել, օրինակ Գերմանիայում այդ ինչքան տարբեր է ու Հայաստանում ինչքան տարբեր է, ու այդ փորձի փոխանակումը, նոր մտքերս լսում, sense շատ պրիմիտիվ բան կարող է իրանք ասեն, բայց քո համար դա մի հատ հեղափոխական միտք լինի, ու դրա շնորհիվ ես շատ երկրներում ճամփորդել եմ անվճար, շատ ընկերներ ունեմ ու միշտ ասում եմ, որ ես Եվրոպայում ուր գնամ, գիտեմ մեկը լինելով, որ կարամ իրան օգնություն խնդրեմ, իր տանը մնամ, դաժե եթե այդ մարդուն ես չեմ ճանաչում, բայց դու ասում ես Եվրոպական երիտասարդական պարլամենտից եմ, մենք տենց մի հատ network ունենք, այնտեղ կարող է գրես Գերմանիայում, չգիտեմ, Բերլինում 2 օրով լինելու ինչ-որ մեկը կա ինձ host անի, հաստատ մարդիկ լինելու են, ովքեր կարան, ու տենց նույնձև նաև ես եմ Հայաստանում անում, ու շատ հավես է տենց մի հատ community մաս լինել, տենց որ եթե այս ամեն ինչ sense ոնց որ ձեզ հետաքրքրեց, ժպտացրեց մի քիչ ու կուզեք դուք էլ դրա մաս լինեք, հաստատ կարաք դիմեք իրանց։ Տենց մի հատ պուջուրիկ խորհուրդ կտաս, իսկ ոնց կարան այն մարդիկ, ովքեր անգլերենի այն մակարդակն էլ չունեն, որ դիմեն կամ իրանց վրա վստահ չեն, ոնց կարան այդ զարգացնել, որ կարողանան նման ծրագրերի դիմել։ Ես սկսել եմ զարգացնել սերիալներ նայելով։ Նայում էի այն սերիալները, որ արդեն ռուսերեն նայել էի, կոնկրետ Դնիվնիկի վամպիրը, ես այն ժամանակ տենց հիացած էի ու գիտեի, որ երկրորդ անգամ հավեսով կնայեմ ու գիտեի ինչա կատարվում այնտեղ, անգլերենով սկսեցի նայել ու զգում էի ինչքան նոր բառեր եմ սովորում, որտեղ անընդհատ կրկնվում էր։ Օրինակ doppelganger բառը, որ չգիտեմ կյանքում որտեղից կսովորեի, այնտեղ Ելենան եւ Քեթրինը տենց զույգ են, զույգ, չգիտեմ, բան, Պարտներ։ Չէ, twin։ Հա, զույգ քուրիկներ։ Հա, էլի նման մի բան, բայց միստիկական աշխարհում երբ որ դու զուտ նմանես մեկը մյուսին, copy paste-ես, դրանք կոչվում են doppelganger, sense մի բան։ Մի երկու անգամ լսեցի, 3 անգամ լսեցի, 4 անգամ լսեցի, զգացի այդ բառը ես անընդհատ լսում եմ։ Մի հատ էլ Google արեցի բառը հասկացա ինչա, ու տենց տպավորվեց։ Ու ես sense բառեր կա, արտահայտություններ կա, որ հստակ կարամ ասեմ, որ սերիալից եմ սովորել ու քանի որ ինձ սերիալներ շատ ա դուր գալիս, կարամ ասեմ գիրք կարդանք, բայց գիտեմ, որ շատերիս համար դժվար է մանավանդ երբ որ լեզուն վատ գիտես, այդ գիրքը ավարտին հասցնես։ Իսկ սերիալներ բոլորս ենք սիրում կամ կինոներ, զուտ նայում ենք այն ինչը որ մեզ հետաքրքիր է, ինչը որ նայել ենք, ինչ որ գիտենք կատարվում, այս ամենաէֆեկտիվ ձևն է, ամենը։ Հա, ես էլ մի հատ tip ես մասով տամ։ Ես էլ որ սկզբում փորձեցի տենց վերցնեմ գրքեր կարդամ, իմ մոտ էլ չստացվեց, ու ես էլ սկսեցի սերիալներից, ու սենց մի հատ հավես բան էի վերցրել, ընկերներից մեկը որ լավ գիտեր անգլերեն, իր հետ էի նայում, ու սենց բաները գնում է, արդեն ես Google-ի փոխան իրան եմ հարցնում սենց անդադ, ու այդ ավելի լավ է տպավորացնում, որովհետև ոնց որ stop չես տալի, բան չես անում, մի անգամից տենց բան ես անում, հենց որ եթե դուք Google-ի հետ լավ չեք։ Հա։ Ձեր անգլերեն խոսացող ընկերներին կարող եք դիմել։ Հաստատ։ Հա։ 18 տարեկան Եվային, ով որ տենց նոր համալսարան պետքա դիմի, 17 էր, չէ՞, այդ ժամանակ նոր համալսարան պետքա դիմի ու նաև դրանով իսկ մեր աուդիտորիային ինչ խորհուրդ կտաս այս պահին։ Եկեք Եվային չէ, որովհետև
Եվան մի քիչ շատ ուրիշ դեպք էր ու տարիքի հետ այսինքն ամեն տարի ամեն ինչ փոխվում է ու 17 տարեկան Եվային կարող ինչ-որ բան խորհուրդ տամ հիմիկվա 17 տարեկաններ ասեն որ թվից ես էլի ավելի շատ իմ փորձից ելնելով խորհուրդ բոլոր դպրոցականներին, նորավարտողներին կամ անգամ եթե համալսարանում եք, գիտեմ ինչքան վախենալու ամեն ինչ ու շարունակելու վախենալու թվա այն ինչը որ դուք չեք դեռ ծանոթ չեք, նորա ու շատ նորմալ է վախենալը, ապրեք այդ զգացողությունը, վախը նորմալ զգացողություն է, բայց մի թողեք որ այդ կառավարի ձեզ, գտեք ձեր համար մի հատ support system, ընկերներ, ընտանիք, անծանոթ, դասախոս, դասատու, ովքեր որ ձեզ մի քիչ sense կբրթեն, այդ վախը որ մի քիչ ավելացնեն հələ, որ բրթեն, որ այդ քայլը անեք։ Ու մի փոշմանեք ձեր արածնի համար, այսինքն, okay, Ռոմանա եմ գնացել, փոշմանում եմ արդյոք, դե կուզեի ուրիշ ձև լիներ, բայց որ գնացել էի, ավարտին հասցրեցի, որ ասում են տարի ես կորցնում, չես կորցնում, դու ապրում ես քո կյանքը, կորցնելը դա չգիտեմ, անիմաստ արտահայտություն է, ոչ մեծ չսովորես, տարի կորցրեցի, չես կորցնում, սովորում ես, չես կորցնում, աշխատում ես, չես կորցնում, դու քո կյանքն ես ապրում ու այդ ամեն ապրած տարվա հետ բացահայտում ես ով ես դու, բացահայտում ես քո վախերը, արդեն հասկանում ես թե ամեն վախի հետ դու ոնց ես վարվում, ինչ քայլեր ես անում ու այս ամեն ինչը կյանքի մաս է ու բոլորս ենք անցնում, բոլորս էլ մտածում ենք որ կյանքը վերջանում է մի հատ ձախող մապ, ոչինչ, օքեյ է, բայց մեկը մեզ հետո հավաքում ենք, նենց որ զուտ ապրեք կյանքը զգալով բոլոր զգացողությունները, վախերը, ուրախությունը, չգիտեմ, այն սրտի թփթփոցը, լարվածությունը, լարվածությունից փորի թուլանալը, բոլորս անցնում ենք դրա միջով ու էդ էլ հենց կյանքը դարձնում է հետաքրքիր, եթե ամեն ինչ տենց հալածյող լիներ, մի քիչ անհետաքրքիր կլիներ։ Հենց որ ապրեք, թողեք այդ պահը, որ հասկանաք, որ ոչինչ, բոլորը Եվան ապրեց, Անգելն ապրեց, ես էլ կապրեմ, ինչով եմ պակաս, որ չվախենամ։ Մերսի շատ քեզ այսօրվա համար ու sense անկեղծ կիսվելու ու քո էմոցիաները ներկայացնելու հուսամ օգտակար կլինի ու հուսամ սպորտիվ կլինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր հիմա են ինչ-որ բանի հետ պայքարում ու եթե հանկարծ ձեր մոտ էլ նենց պերիոդավոր դիմել եք ինչ-որտեղ ու չեք ընդունվել եւ այ օրինակը ձեզ որ չի ավարտվում կյանքը, որ դրանից հետո դուք կարաք ունենաք ձեր երազած կարիերան, ձեր կարաք նորմալ գումար աշխատեք, կարաք ուրիշների հետ կիսվեք լիքը բանով, ուրիշներին օգտակար լինեք, ոնց որ ուժեղ եղեք։ Այո։ Ապրես շատ։ Լավ։